2025 թվականի մարտի 17-ին ժամը 16:46-ին ահազանգ է ստացվել, որ Լուսաձոր գետահովիտ բնակավայրերի վարչական սահմանում հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն կազմակերպվել է համապատասխան արձագանքում, դեպքի վայր են մեկնել Տավուշի մարզային փրկարարական ստորաբաժանումներից 4 մարտական հաշվարկ, 1 օպերատիվ խումբ եւ Քաղաքացիական պաշտպանության վարչության Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի անձնակազմը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում հայտարարվել է անձնակազմի հավաք։ Դեպքի վայրում իրականացվել է անօդաչու թռչող սարքի միջոցով օդային հետախուզություն, որը հնարավորություն է տվել ստանալ ծավալուն եւ հստակ պատկեր հրդեհի տարածման եւ օջախների մասին։ Պարզվել է, որ երկու օջախներով այրվում է մոտ 30 հեկտար բուսածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքները կենտրոնացվել են երկու հիմնական տեղամասերում՝ Բլրի գագաթին եւ Ստորոտում, որտեղ իրականացվել են ինտենսիվ եւ համակարգված աշխատանքներ կրակի տարածման կանխարգելման նպատակով։ Տեղանքի բարդ ռելիեֆի եւ որոշ հատվածներում մոտեցման ուղիների բացակայության պայմաններում փրկարարները ստիպված են եղել հրդեհի օջախներին հասնելու համար դժվարանցանելի հատվածներն անցնել ոտքով, որտեղ տեխնիկայի մուտքն անհնար էր։ Միաժամանակ առավել նպաստավոր եւ հասանելի հատվածներում, որտեղ տեղանքի պայմանները թույլ են տվել, կիրառվել է բարձր անցանելիություն ունեցող տեխնիկա։ Հրդեհի դեմ արդյունավետ պայքարելու նպատակով արձագանքմանը ներգրավվել է նաև Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի մարզային եւ Երևան քաղաքի փրկարարական վարչությունների, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 80 փրկարարական ծառայող։ Հրդեհաշիջման աշխատանքներին տեղում հետևել են ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը եւ տնօրենի տեղակալները։ Աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 120 փրկարարական ծառայող եւ 25 միավոր տեխնիկա, որից 10 հիմնական, 15 հատուկ եւ օժանդակ։ Աշխատանքներին մասնակցել են նաև էկոպարեկային ծառայության 13 աշխատակից եւ բնակավայրի 8 բնակիչ։ Հրդեհաշիջման երկու տեղամասերում հաջողվել է մարել 125 ծխացող օջախ։ Ծավալուն օպերատիվ գործողությունների արդյունքում մարտի 19-ին ժամը 10:14-ին Հրշեջ փրկարարներին հաջողվել է կանխել կրակի հետագա տարածումը եւ մարել հրդեհը։